Այսօրվա լայվը աբսոլյուտիզմի ու դոգմատիզմի վատ կողմերի մասին է եւ կապված է Հայաստանում տեղի ունեցող իրավիճակների, պրոցեսների, գործընթացների հետ, պետություն, եկեղեցի, հեղաշրջման փորձեր, պետականությունը կործանելու փորձեր։ Հիմա աբսոլյուտիզմը որն է։ Երբ որ ցանկացած բան վեկալում ենք, ասում ենք սա աբսոլյուտ է, այսինքն սա անքննելի է, հա։ Դա նման է ինչ-որ մի բան սրբացնելու, երբ որ ասում ենք, այս ինչը սուրբ է, չի կարելի քննադատել, չի կարելի ինչ-որ վերլուծել, ինչ-որ վատ բան ասել, հա։ Ողջույն Արտյոմ։ Աբսոլյուտիզմը էդ է։ Լուիս բարի։ Ինչի է աբսոլյուտիզմը վատ կամ ինչ-որ բանը սրբացնելը, այո Արտյոմ, այո։ Հիմա պատմական երկու դեպք պատմեմ ու երրորդն էլ Հայաստանի кейսը կարանք ուսումնասիրենք վերջին 30 տարին։ Դու Հայաստան ես Արտյոմ։ Chicago, cool։ Դե եթե LA կողմերը գաս, let me know։ Քեզ բարի ճանապարհորդություն։ Առաջին պատմական հետաքրքիր բանը, ինքը կիսա առասպելացված է, այս պատմությունը, մերսի լայքերի համար Արտյոմ, շատ մերսի, բոլորին քաջալերում եմ կարող եք թափ անել, որը կարա օգնի լայվին։ Հին Եգիպտոսում իրանք պաշտում էին տարբեր կենդանիների, ներառյալ կատուների, ու պարսիկ մի զորավար իմանում է դրա մասին, դարեհի տղեներ, թոռներ ըստ այս պատմության, եւ իր զինվորներին հրամայում է, ասում է գտեք կատուներ, ամեն մեկը մի կատու եկալեք, նաեւ զինվորների վահանների վրա կատուներ նկարել է տալիս, ու պատերազմին գնում են ճակատամարտի եգիպտացիների դեմ այդ կատուներով։ Ըստ այս առասպելի եգիպտացիները վախենում են այն հեռանկարից, որ իրանք կարող է հանկարծ վնասեն կատուներին ու արդյունավետ չեն ինքնապաշտպանվում։ Եվ պարսիկները, այդ պարսիկ թագավորը զավթում է հին Եգիպտոսը։ Այսինքն իրանց աբսոլյուտիզմի, ինչ-որ բան սրբացնելու հետևանքով հին եգիպտացիները զրկվում են իրանց թագավորությունից ու դառնում են Պարսկաստանի, Պարսից կայսրության մի մաս որոշ ժամանակով։ Դա անազատության եւ աբսոլյուտիզմի ինչ-որ մի բան ծայրահեղորեն սրբացնելու հետևանքն է, որ օրինակ կատուն սուրբ է, ոչ մի պայմաններում չի կարելի կատվին ձեռ տալ, օրինակ։ Երկրորդ հետաքրքիր էլի կիսա առասպելացված իրողությունը 6 հոգի նայում է, տեսեք Արտյոմը 60 հատ թափ արեց, մյուսներին էլ եմ քաջալերում, թափ կարող եք անել, որը ինձ միգուցե քաջալերի ավելի շատ լայվեր անեմ։ 19-րդ դարի Ռուսաստան երկրորդ кейսը, Երմոլով ասում են այս գեներալներ, երբ որ ռուսական կայսրությունը ընդլայնվում էր, արևելքում մի հատ ժողովուրդ կար, ով հավատալիք ուներ, որ սպիտակ հագուստով ու սպիտակ ծառերով մարդիկ են մի օր իրանց գալու, ու իրանց առասպելը ասում էր, որ այդ մարդիկ իրանց հետ բերելու են խաղաղություն եւ էլի ինչ-որ մի բան, հոգեվոր աճ, թե ես իմ ինչ։ Այս Երմոլովը իմանում է այդ ժողովրդի այդ հավատալիքների մասին եւ հրահանգում է։ Ասում է գնացեք անտառից ամեն մեկը այդպես փոքր մի հատ ծառ փորեք, բերեք այդ բիրոզա ասվածները։ Եվ սպիտակ հագնվեք։ Իր զորքի միջոկատ ուղարկում է այդ ժողովրդի գյուղերից մեկը, եւ այդ ժողովուրդը այս մարդկանց տնում է սպիտակ հագնված, սպիտակ ծառերով, ասում է մարգարեությունն է, եկել են փրկիչները, եկել են sense մեր հերոսները, իրանց ընդունում են ծիսական ձևով, երկրպագում են, ողջունում են, ուրախանում են, եւ այդ ընթացքում երբ որ այդ ժողովուրդը ընտրում է այտենց ողջունի, այդ ռուս ջոկատին, զորքի մնացած մասը, ռուսական զորքի մնացած մասը հանգիստ մտնում է ու զավթում է այդ գյուղը ու այդ տարածքները։ Եվ էլի երկրորդ դեպքն է, երբ որ աբսոլյուտիզմը
կույր հավատալիքը ինչ-որ բան սրբացնելը կործանում է ինչ-որ ժողովրդի, հա։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում թե վերջին 30 տարին որ նայենք, թե այս ինչը տեղի ունի հիմա Էջմիածին պետություն, հա, երկուսն էլ շատ հետաքրքիր кейսեր են, որոնք նույնպես ցույց են տալի աբսոլյուտիզմի կործանարար լինելը, հա, այդ սրբացնելու, այդ սրբացման ինստիտուտի կործանարար լինելը։ Հիմա Հայաստանի кейսը նայենք եւ հետո այս փոքր այս օրերին տեղի ունեցողը նայենք։ Վերջին 30 տարի Հայաստանի երրորդ հանրապետություն ինքը նացիոնալիզմի վրա է կառուցված, հա, Հայաստանի երրորդ հանրապետությունը ինքը սուպեր նացիոնալիստական այտենց մի պրոյեկտ էր, պետություններ կան, որտեղ տարածված է Ալլահ Ակբար դեպի այտենց տերորիզմ եւ Հայաստանը ընտրել էր Արցախ Ակբար, հա, այդ տիպի ճանապարհ, որ մենք ճիշտ ենք, ճշմարիտ ենք, ճշմարտության կարող ենք, բոլորը սխալ են, հա, աշխարհը մեզ նախանձում է, որտեղ մենք ընտրյալ ենք, միակ ճշմարիտն ենք եւ այլն։ Եվ այդ կույր հավատալիքը նաեւ են, որ մենք անհաղթելի ենք, հա, ճշմարտությունը պատմական մեր հետ է, Աստված մեր հետ է, ինչի բերեց դա Հայաստանին 30 տարի, ընդ որում նաև հաղթած Հայաստանը, հա, 30 տարի արդյոք Հայաստանը ծաղկեց, ապրեց, ոնց բնակչությունը բազմացավ, թե Լեռնային Ղարաբաղում, թե Հայաստանի Հանրապետությունում, թե 30 տարի հակառակ process-ներն էին լինում, երբ որ մարդիկ արտագաղթում էին, թե Լեռնային Ղարաբաղից, թե Հայաստանի Հանրապետությունից։ Ու 30 տարի այդ հավատալիքը կար, մենք ճիշտ ենք, մենք ընտրյալ ենք, մենք անպարտ ենք, հա, մեզ հաղթել չի լինի։ Եվ այս էլ երրորդ кейսն է, որ դեմ ենք, որ այդ աբսոլյուտիզմը զորքին, զինվորին սրբացնելը, հայ զինվորը անպարտ է, բլա բլա բլա, ինչ կործանարար հետևանքներ ունեցավ։ Ընդհանրապես սրբացումը ինքը ինչ է Իրանից ենթադրենք, ասում ենք ընտանիքը սուրբ է։ Այդ նշանակման ընտանիքը տեղադրում ենք sense ինչ-որ վերև ու ասում ենք, всё, Իրան ձեռ տալ չի կարելի։ Եթե ձեռ տալ չի կարելի, նշանակում է նաև չի կարելի քննադատել, չի կարելի թերությունները ցույց տալ։ Երբ որ ընտանեկան բռնության դեպքեր են լինում, ասենք ամուսինը ծեծում է կնոջը, հա, չի կարելի դրա մասին խոսալ, ոստիկանություն զանգել եւ այլն։ Այսինքն այդ սրբացման process-ը լիքը չի կարելի ների դնում նաև վատ բաների վրա։ Ծեծը, կոռուպցիան, հա, անբարոյականությունը, անարդարությունը, ամեն ինչը սրբացվում է։ Ու հենց որ ասում ես բանակը սուրբ է, հայ զինվորը սուրբ է, ընտանիքը սուրբ է, եկեղեցին սուրբ է, դու մի անգամից ճահճացնում ես այդ բոլոր կառույցներն ու ինստիտուտները։ Դու ասում ես չի կարելի հայ զինվորի մասին վատն ասել, չի կարելի բանակում տեղի ունեցող վատ բաներից խոսալ, չի կարելի ընտանիքների մեջ տեղի ունեցող վատ բաները քննարկել, չի կարելի հոգևորականների կոռուպցիայի մասին խոսալ, հա, ու անբարոյականության։ Այդ սրբացման ինստիտուտը, ինչ որ բան աբսոլյուտ սարքելը, հռչակելը կամ սրբացնելը, ինքը քանդում է հենց այն երևույթը, որ դու սրբացնում ես, հա։ Սրբացումը այդ առումով ինքը կործանարար բան է, ինքը կոռուպցիայի հիմք է։ Կոռուպցիան ինչ է նշանակում, փչանալ, հա, փչացնում է։ Ինչը դու սրբացնում ես, դու դա փչացնում ես։ Եվ ստեղ ես նաև Դանթե Ալիգիերիի այդ աստվածային կատակերգությունից մի դրվագ եմ հիշում։ Ինքը կաթոլիկ եկեղեցին պատկերում էր որպես կառք ու ասում է ոսկե փետուրներով արծիվը իր այդ ծանր ոսկե փետուրներով այնքան լցրեց այդ կառքը, որ կառքի հատակը չդիմացավ, տրաքեց։ Էլի եկեղեցու կոռուպցիայից խոսալով, հա, այդ Դանթեի դեպքում կաթոլիկ եկեղեցու մասին։ Սրբացումը, աբսոլյուտիզմը, այդ մոնոպոլիան, դրանք շատ կործանարար բաներ են։ Եվ այսօր մարդկանց մի խումբ, նաև իմ Facebook-յան ընկերներում տարբեր մարդիկ խառնվել են, ոչ միայն պահպանողական մարդիկ, այս է հետաքրքիր, տարօրինակ, տարակուսելի, զարմանալի, վտանգավոր, որ նաև ազատական մտածողությամբ մարդիկ կամ ում ես ճանաչում էի որպես ազատական, իրանք ասում, վայ, այս ինչ վատ բան է, եկեղեցուն չի կարելի ձեռ տալ։ Դաժե իրավապաշտպաններ, բաներ ասում են, ոյ, այս ինչ է կատարվում,
անդիպելի պետք է լինի եկեղեցին, դա հայոց ժողովրդի եսի ինչ նա այնտեղ մեծ վերքեր կան, երբ ձեռք եք տալիս, ստացվում է ոնց որ սրբացված է էջմիածինը կամ վաղարշաբաթը, ինչ որ մարդկանց խումբ հոգևորականներ էլի իրանց այդ տարածքը եւ այդ մարդկանց ասում են դուք օրենքից վեր եք, այսինքն այն որ իրանք կոչ են անում ու ծրագրեր են կազմում, հստակ ծրագրեր են կազմում, չէ, հեղաշրջման, հա, պետության դեմ տենց ինտենսիվորեն աշխատում են էդի հետ, բայց ով ոչ նա հոգևորական է, ով ոչ մեր էջմիածինը, այսինքն այդ մարդիկ ասում են, որ սխալ է հետապնդել հանցագործներին, եթե այդ հանցագործները ինչ որ աշխարհագրական տարածքում են էջմիածին, կամ ինչ որ դասակարգի մարդ են հոգևորական, հենց ընդ որում առաքելական եկեղեցու հոգևորական։ Դրանով դուք ինչ որ տարածքներ եւ ինչ որ մարդկանց հրճակում եք օրենքից դուրս, հա։ Եվ դա շատ կործանարար է, շատ վնասակար է։ Եվ շատ տարօրինակ է այտենց դիրքորոշումը հատկապես երբ որ դա գալիս է, ասենք ոչ քրիստոնյա պահպանողական այդ մասսաներից, որը հəl հասկանալի է, բայց նաև կենտրոնամետ, ծախական ինչ որ անհատներից, հա։ Hello Հույան։ Այդ իմաստով ես լրիվ պետության կողմն եմ, առաքելական եկեղեցին ինքը վաղուց ցարական Ռուսաստանի ժամանակներից ինքը կագբեական կանտորա է։ Եվ կաթողիկոսները իրանք կագբեի հետ սերտաճած, ամուր կապեր ունեցող, այդ կառույցին աչոտ տվող ինստիտուտներ են։ TikTok-ում էլ մի տեսանյութ կա, որտեղ մի քրիստոնյա, առաքելական եկեղեցու քրիստոնյա պատմում է Կճոյանի այդ կաթողիկոսի մասին, ասում է, որ 1976, եթե ճիշտ եմ հիշում, 76 թվականին իրան դաժե ձերբակալել են Գերմանիայում որպես կագբեի շպիոն ու արտաքսել են այդ սովետական միություն։ Չէ Հույան, դեռ չեմ եկել, չգիտեմ երբ կգամ։ Եթե գամ, երևի տարիներ, շատ տարիներ հետո։ Եվ вообще շատ բաներ, ինձ թվում է այս կառավարությունը ուղղակի այնքան թավշյա էր, շատ վատ իմաստով։ Ասենք այդ հոգևորականներից այն Գյումրվա ակցենտով մեկը կա, Աճա Պահյան, եսի ինչ ինչքան ժամանակ է այդ մարդը բաց ասում է, չէ, եկեք հեղաշրջում անենք, ռազմական հեղաշրջում։ Ասենք ես վստահ եմ քրեական օրենսգրքի մեջ հոդվածներ կան այդպես արարքների համար, բայց մեր տոլերանտ թավշյա այդ կառավարությունը նաև շատ հանդուրժող է հանցագործների ու հանցագործությունների նկատմամբ։ Ու դա տարակուսելի տարօրինակ է, ոնց որ համակարգիչ ունենաս ու շատ հանդուրժող լինես համակարգչիդ մեջ վիրուսների նկատմամբ, որոնք որ քո համակարգիչը փչացնում են, ասես, ոչ, դրանք էլ են ծրագրեր, թող գոյություն ունենան, ես sense դեմոկրատ օկտատեր եմ, որ վիրուսների հարցերը չի լուծում, դա աբսուրդ է։ Շոկոլադ ես քեզ չեմ ճանաչում, Հոյան, եթե ճանաչեի, կարող է։ Ինչ որ մեկը եկավ Հայուգեն եկավ, ասում այն կոռուպցիայի մեջի թուրքն ես։ Ես չեմ նայում այտենց ինչ-որ հայուգենական կինոներ ճիշտ ասած, ու չգիտեմ այդ սցենարը, թուրքը եւ այլն, չգիտեմ։ Առաքելական եկեղեցու մի շարք սպասավորներ հիմա նաև իրանք ոնց որ տես տրեյնինգի մեջ են, իրանք վարժվում են, իրանք սովորում են ավելի ագրեսիվ, ակտիվ ու վնասակար լինեն, իրանց ռուսական այդ պրոպագանդան ասատարում Մարգարիտա Սիմոնյաններ, Սալավյովներ, Կիսելյովներ, այդ ամբողջ աղբը, այդ կեղտը, հա։ Եվ եթե Հայաստանում շարունակվի այդ սրբացումը, որ այսինչ դասակարգը ենթադրենք հոգևորականները, կամ այսինչ եկեղեցին կառույցը կրոնական, ենթադրենք առաքելականը,
վեր են օրենքից ու եթե պետություններ իրանց օրենքի սահմաններում չհետապնդի իրանց հանցագործությունների ներառյալ տերորիստական այդ կոչերի իշխանազավթում իրականացնելու ծրագրերի համար չհետապնդի օրենքի ողջունությամբ հնարավոր է գալիք 10-20 տարում իրանք ավելի վիրուսների նման ոնց որ պատկերացրու կոմպյուտեր ունես ու վիրուսները չես հեռացնում ինչ են իրանք անում ավելի են տարածվում համակարգչիդ մեջ կամ մարմնիդ մեջ քաղցկեղ ունես ու այդ քաղցկեղի բջիջները ասում ես ոչ մի սպանեք նրանք էլ են բջիջներ ապրելու իրավունք ունեն ինչ ա լինելու այդ իմաստով վտանգավոր կլինի այդ սրբացումը եւ այդ աբսոլյուտիզացիան, աբսոլյուտ հռչակել ցանկացած բան։ Չեմ եղել, քեզ շոկոլադ չեմ բերի։ Դե հույան տենց բան էլ կա, եթե այդ վերջին գրած այդ կոմենտի բովանդակությունը լիներ, այո, շոկոլադ ստանալու շանսերը ավելի բարձր կարող է եւ լինեին։ Անկամ ստեղից կարող է ուղարկեի, բայց այո, դա չի եղել։ Թեմայի հետ կապված ուրիշ ինչ կարամ ասեմ։ Նաև ծիծաղալու էր այդ վարչապետի առնանդամի պատմությունը եւ իրականում այդ ծիծաղի հետևում, եթե բուն էությանն ենք նայում այդ խնդրի, դա հակասեմականության եւ քսենոֆոբիայի մասին է, որովհետեւ ովքեր են թլպատվում, հрьяաները, մահմեդականները, չէ՞։ Չնայած այստեղ Ամերիկայում նաև որոշ քրիստոնյաների էլ են թլպատում հենց այդ հրեական ավանդույթով, բայց Հայաստանում այդ դրա մասին սկիչ գիտեն։ Մեր տարածաշրջանում հрьяաներ, մահմեդականներ ու երբ որ ինչ որ կաթողիկոս կամ եկեղեցական մեղադրում է վարչապետին, ասում է դու թլպատված ես, այդ կաթողիկոսը կամ կղերականը ուղղակի վարչապետն ասում է դու հրեա ես կամ դու մահմեդական ես կամ հայեցի խոսքով ասած դու թուրք ես դա հակասեմականության ու քսենոֆոբիայի դրսևորում է, այսինքն չպետք է լինես վարչապետ, որտեվ թլպատված ես, որտեվ հայ ես, ու տենց հիմարություններ։ Այս պրոպագանդիստական տեխնոլոգիան էլի KGB-ի գործիքակազմից է եւ Սերժիկն ու Ռոբիկը ժամանակին դա նաեւ Լևոնի վրա էին կիրառում 2008-ի այդ նախընտրական process-ների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին փաստագրական ճակերտների մեջ կինո էին պատտվում իբր Լևոն Տեր-Պետրոսյանը երթում է տվել հրեական տորայի վրա, ոչ թե Աստվածաշնչի վրա որ էլի իբր դելեգիտիմացնեին, տեսեք, սա հրեա է, տեսեք, սա, չգիտեմ, սիոնիստ է, բլա բլա բլա, մասոնները, իլյումինատները, այս կողմ այն կողմ, այսինքն այդ կեղտոտ խաղն էլ ինքը KGB-ի գործիքակազմից է դեռ ցարական Ռուսաստանի ժամանակներից եւ երբ որ այսօր առաքելական եկեղեցին այդ քարտն էլ է օգտագործում, ինքը ցույց է տալիս թե ինչ ուղեցույցներով եւ դասագրքերով այնք առաջնորդվում, հա։ Ես բրուտալ եմ գրում Հույան Բույանը։ Հենց այնպես ուղարկի։ Нет, հարգելիցքի, ես քո դեմքը չեմ տեսել, так что нет։ Դեակտիվ ես, օքեյ, շատ լավ է։ Քեզով ասում, մի եղի ակտիվ։ Ու ընդ որում այստեղ օրինակ Լոս Անջելեսում ես մի հատ շատ գրագետ կիրթ հայաստանցու հայտնի հանդիպեցի խոսացինք ամենատարբեր թեմաներից մեկ էլ հերթը հասավ Իսրայել Պաղեստին այդ հрьяաներ այդ թեմային այդ ինչ հակասեմականությամբ ծովեր այդ մարդու մեջ ես զարմացա ոնց կարա այդքան խելքը խելացիություն տեղեկացվածությունը համատեղվի այտենց թունդ հակասեմականության հետ ասում եմ գիտես ինչի է Հայաստանը 30 տարի սենց վատ վիճակում երբ Իսրայելը այնց ցաղկում է որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Պարույր Հայրիկյանի կանայք
հրյաներ են ու հրյա բառը չէր օգտագործում, ջհուդ էր օգտագործում, տենցների բերանում ջհուդը իրանց համար քֆուրի նման է, էլի ոնց որ թաշնակ մաշնագները ու հայուգեները ասում են թուրք, այդպես իբր վիրավորական որպես արտահայտություն։ Ցավոք սրտի հակասեմականությունը, քսենոֆոբիան շատ տարածված են մոլորակով մեկ, նաև Հայաստանում, եւ այդ առնանդամի պատմությունը նաև դրա մասին է։ Okay, Հույան, դու էլ թե պակա, այո, քեզ էլ պակա։ So, process-ները հետաքրքիր է կողքից նայել, ես ասենք նայում եմ ոնց որ օրինակ, չգիտեմ, Արգենտինայում է, որ Խավիեր Միլեյը հետաքրքիր փոփոխություններ է անում, տենց էլ հիմա ստեղ հեռվից նայում եմ Հայաստանին եւ հետաքրքիր է, էլի, աշխարհիկ հանրապետության ու ժողովրդավարության բախումը կրոնական գլխակերության հետ։ Hello, L, merci like-երի համար, thank you very much։ Ես աշխարհիկ հանրապետության կողմնակից եմ եւ հուսով եմ, որ մեր թավշյա այս ԿՊ-ական իրականության մեջ իրանք կկարողանան գոյատևել ու այդ աշխարհիկ սահմանադրական հանրապետությունը եւ ժողովրդավարությունը չեն քանդվի ներսից, ոնց որ ասենք Լուկաշեսկու, Պուտլեր կամ ուրիշ դեպքերում, հա, երբ որ գալիս են տենց բռնապետեր, Օրբանը, Հունգարիայի, հա, ու սկսում են ներսից ուտել այդ ժողովրդավարությունները։ Այդքան է, ինձ թվում է այսօր ես եկել եմ այսքանը ասելու համար, եթե դուք կոմենտներ հարցեր ունեք, you are welcome, եթե չէ, ինձ թվում է ես արդեն կարամ հեռանամ, լայվը ավարտեմ, այո, ստեղ co-host անելու, вообще հայախոս հայեր էլ չկան, so yeah, շնորհակալություն բոլորին, ով էստեղ էր, և կհանդիպենք հաջորդ անգամ, bye bye։